Ողջույն սիրելի լսողներ, եթերում Summit Podcast-ն է։ Եթե դուք չգիտեք, ասեմ ձեզ, որ Summit-ը Հայաստանում ժամանակակից բարի առաջին եւ առայժմ միակ միջազգային ամառային փառատոնն է։ Ու քանի որ արդեն 5 տարի անընդմեջ Summit-ը Հայաստան է բերում աշխարհի ամենահետաքրքիր պարային ընկերությունները, որոշեցինք մի փոքր պատմել նաեւ մեր մասին։ Եվ մեր podcast-ի առաջին հյուրն է Summit միջազգային փառատոնի միջազգային պրոդյուսեր, համատեղությամբ, բայց չգիտեմ ինչպես է համատեղում, նաև բավականին հայտնի եւ հաջողակ օպերային երգիչ Հայկ Վարդանյանը։ Ողջույն Հայկ։ Ողջույն Սամի։ Ոնց ես։ Շատ լավ, դու։ Ես էլ, մերսի, շատ ուրախ եմ, որ մենք սկսեցինք վերջապես podcast ձայնագրել ու մի քիչ պատմել մեր փառատոնի հերոսների մասին, որովհետեւ ես անձամբ կարծում եմ, որ այն ինչը դուք եք անում, որպես փառատոնի պրոդյուսերներ, ղեկավարներ, դա իրոք շատ մեծ աշխատանք է ու իսկական հերոսություն։ Երևի թե առաջինը ինչ պետք է հարցնել, պիտի խնդրեմ մի փոքր պատմես քո մասին։ Սկսեմ նրանից, որ փառատոնը 2021 թվականին հիմնադրվեց Կոմիտասյան Վան կոնսերվատորիայի օպերային ստուդիայի պատերի ներքո, որտեղ շատ գեղեցիկ համագործակցություն էր ստացվել Հայաստանում այդ ժամանակ գործող միակ ժամանակակից պարային ընկերության Balmanukian Dance Project-ի հետ, այսինքն այդ պարային ընկերությունը մաս էր կազմում նաև օպերային ստուդիայի օպերային բեմադրությունների եւ նաև ստեղծում էր իր ռեպերտուարային ներկայացումները, որոնք ժամանակ առ ժամանակ բեմ էին բարձրանում եւ նաև ներկայացվում քաղաքի հանդիսատեսին։ Օրերից մի օր այդ համագործակցությունը մի նոր երանգ ստացավ, երբ Սանկտ Պետերբուրգից իրենց, այսպես ասած, աշխատարանով կամ փորձի փոխանակմամբ եկավ միանալու Canon Dance-ը, Ռուսաստանի ամենահայտնի պարային ընկերություններից մեկը, որի հիմնադիրները նաև Ռուսաստանում ամենահին ժամանակակից պարի փառատոնի Open Look-ի հիմնադիրներն են։ Որը մեր փառատոնի մեծ եղբայրն է, ինչպես Այո, մեր փառատոնի մեծ եղբայրն է բոլոր առումներով եւ նաեւ մեր միջազգային հատկապես ընդգրկումը ապահովող ամենակարևոր գործընկերը։ Եվ այդ փորձի փոխանակումը արդեն որոշակի հավատ ներշնչեց հենց երկու պարային խմբերին, որ հնարավոր է այս համագործակցությունը տարածել ամբողջ դաշտի վրա եւ Հայաստանում ժամանակակից պարի զարգացման հետաքրքիր հարթակ ծառայել։ Իսկ դա հնարավոր էր փառատոնի շրջանակներում։ Միանգամից համեստ մարդը երևում է։ Իմ հարցը ես խնդրել եմ պատմես քո մասին, իսկ դու պատմում ես փառատոնի մասին։ Երբ մենք ծանոթացանք, դու օպերային ստուդիայի տնօրենն ես, չէ՞։ Այո։ Ինչքան հասկանում եմ, դա բավականին բարդ հենց ադմինիստրատիվ աշխատանք է։ Այո, իր բնույթով ցանկացած կառավարչական աշխատանք բարդ է, պատասխանատու եւ որպես կանոն գեղարվեստական նոր արկածախնդրությունից իրեն հեռու պահող, որովհետեւ առանց այն էլ դժվարությունները շատ են։ Եթե գանք ինձ, ապա օպերային ստուդիայի կառավարչի եւ օպերային երգչի մասնագիտությունները ես այդ ընթացքում փորձում էի որոշ չափով համատեղել, ինչը շատ դժվար էր ստացվում, որովհետեւ կառավարչի պարագայում դու կարելի ասել 24 ժամ մտածում ես կառույցի առաջխաղացման, թիմի մասին եւ այլն, եւ արդեն անձնական ծրագրերը ինչ որ առումով ետ են մղվում։ Դրա ապացույցներային, որ օպերային ստուդիան թողելուց անմիջապես հետո ինձ մոտ, այսպես ասած, կարիերային մեծ թռիչք եղավ օպերային երգչի։ Ինչևէ, այդ տարիները ինձ համար շատ թանկ են, հատկապես նման արժեքավոր եւ շարունակություն ունեցող համագործակցությունների շնորհիվ։ Գալով ինձ, այո, ես տարվա մեծ մասը բացակայում եմ երկրից, ստեղծագործում եմ հիմնականում Իտալիայում, հյուսիսից հարավ, եթե վերցնենք Թուրինից եւ Միլանից մինչեւ Սիցիլիա, անցնելով Նեապոլով, Ռոմով, Կապրի կղզով, որտեղ կարելի ասել ամեն տարի օպերային փառատոնի եմ մասնակցում, բայց նաեւ համագործակցություններս տարածվեցին եվրոպական այլ երկրներ, Խորվաթիա, Բուլղարիա, Շվեյցարիա, շուտով նաեւ Գերմանիա, եւ այդ ամենին զուգահեռ Հայաստանում արդեն կարողանում եմ մասնակցել շատ ավելի սահմանափակ թվով նախագծերի, բառացիորեն երկու շատ կարևոր կառույցների մաս եմ ընդհանրապես կազմում, մեկը մեր Summit փառատոնն է, որը տարին մեկ է հանդիսատեսի դատին ներկայացվում, բայց կարելի ասել նախապատրաստական առնվազն կես տարվա ընթացք է ունենում, եւ կոնսերվատորիայի բարեկամների հիմնադրամը, որը շարունակում եմ ղեկավարել, որտեղ կոնսերվատորիայի հատկապես ուսանողներին կրթաթոշակների հարցում միշտ պետք է հնարան լինել, իսկ մենք տարին 10 ուսանողի տարեկան ուսմանվարձ ենք կարողանում ֆինանսավորել։ Հայկ, իսկ մասնագիտությամբ ինչ ես։ Ես ավարտել եմ ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետը, հետո մագիստրատուրան
ամբողջությամբ ֆինանսական կառավարման ոլորտի, ղեկավարել եմ գերմանական ընկերություններ, ներկայացուցիչներ Հայաստանում, շինարարության, տպագրության ոլորտների, զուգահեռ նաև ֆրանսիական համալսարանում ֆինանսական մենեջմենտ եմ դասավանդել որոշ կարճ ընթացք, այսինքն իմ բեքգրաունդը ամբողջությամբ կառավարչական է, որոշ առումով նաև ֆինանսական, իսկ երգը դա շատ ավելի ուշ մտավ իմ կյանք, 26 տարեկանում որպես հոբի ընդհանրապես ձայնս էի մշակում եւ 31 տարեկանում 5 տարի անց դարձավ մի այնպիսի նյութ, որին պետք էր արդեն ուշադրություն դարձնել, ինչ որտեղ նաև զոհաբերել ադմինիստրատիվ աշխատանքի մի բաժին, որպեսզի հնարավոր դառնար կատարելագործվել արտասահմանում եւ այլ, այսպես ասած, վարպետների ձեռքի տակով անցնել։ Ոնց տեղի ունեցավ այդ փոփոխությունը, հա, այդ որոշման կայացումը, որ դու պետք է այդ հոբին վերածես քո հիմնական մասնագիտ։ Մանավանդ, երբ դու ասում ես 26 տարեկանում սկսեցիր որպես հոբի դրանով զբաղվել, դա ուշ չի նոր մասնագիտություն սկսելու համար, հատկապես նման արվեստների պարագայում։ Կարծում եմ օպերային երգը իրենով որոշակի բացառիկ կարգավիճակ ունի, այն առումով, որ ամենը քո մարդկային ձայնը շատ ուշ է հասունանում եւ մկանները, ձայնալարերը մինչեւ 30 տարեկան, եթե ոչ ավելի ուշ, դեռ տրանսֆորմացիայի մեջ են։ Հետևաբար ինչ որտեղ նաև հոգեբանորեն բարդ մասնագիտություն է։ Վաղ տարիքում հաջողություններ գրանցած շատ երիտասարդներ ասպարեզից ցավոք սրտի շուտ են անհետանում, որովհետև իրոք հոգեբանորեն հեշտ չէ։ Ես համարեցի, որ ուշացած չեմ, հատկապես որ օպերային երգիչը դա շատ բարդ կոմպլեքս է։ Դա միայն երգել իմանալը չէ, դա միայն երաժշտական կրթությունը չէ, այլ այնտեղ մի ամբողջ համակարգ կա, որ ձևավորված անհատ է բերում, ձևավորված արտիստ է հանում բեմ։ Ինձ ամենասկզբից հետաքրքրում էր, ես հասկանում եմ, երբ պարուսույցներն են որոշում միավորվել ու ստեղծել պարային փառատոն, օպերային երգիչը ինչու է կազմակերպում ժամանակակից պարի փառատոն։ Օպերայի փառատոնի մասին չես մտածել։ Օպերային փառատոնի մասին մտածում եմ շատ վաղուց, հատկապես որ տարբեր նման փառատոնների եմ մասնակցել եւ մի օր դա Հայաստանում իհարկե միսուարիում կստանա իմ մասնակցությամբ, տեսնենք երբ, բայց ինչպես նշեցի, ժամանակակից պարի փառատոնը հենց Արման Բալմանուկյանի եւ Վալերիա Կասպարովայի համագործակցության արդյունքում ծնված գաղափար էր ու իրենք բավականին խելացի գտնվեցին այս ամեն ինչի շուրջ ձևավորելու նաեւ ճիշտ պրոդյուսերական թիմ, որովհետեւ միայն ստեղծագործող անհատներով անհնար է կազմակերպել փառատոն, հատկապես այս պարագայում պետական օղակների հետ համագործակցությամբ, այնպես որ այո, ճիշտ է, փառատոնները որպես կանոն հենց ոլորտի անհատների նախաձեռնությունն են, իսկ ես քանի որ ինչ որ բանի ծնունդին մասնակցել եմ, մեծ պատասխանատվությամբ նաև շարունակում եմ։ Իհարկե ինքս ինձ եմ մեկ-մեկ հարցնում, ինչ գործ ունես, բայց եկեք փաստենք, որ փառատոնը, եթե անձնական, այսպես ասած, շահադիտական դաշտից մի կողմ թողնենք, շատ կարևոր տեսանելիություն է ապավում Հայաստանի համար։ Հասկանում ես, որ կարևոր ընթացքի մեջ ես այն թիմի հետ, որը ջանասիրաբար այս փառատոնի կազմակերպչական ընթացքի մեջ է։ Պիտի խոստովանեմ, որ կարևոր գործի մասնակից լինելը չեմ ուզում դադարի, ինչպես նշեցի, եթե մի բանի ծնունդին մասնակցել ես, պիտի որոշակի պատասխանատվությամբ նաև շարունակես, այսպես ասած, հոգատարությունը ցուցաբերել։ Շատ հաճախ, որքան ես գիտեմ, մեր պրոդյուսերները, մեր գեղարվեստական ղեկավար թիմը ստիպված են լինում իրենց անձնական կապերը ներառել փառատոնը կազմակերպելու համար եւ անգամ անձնական գումարները ներդնել, որպեսզի փառատոնը կայանա։ Ինչու է այդպես։ Դա կարելի ասել բացառապես անձերի մակարդակում կայացվող որոշումներ են, հավանաբար այսպես նաև ազգային պատվախնդրությունն է մղում նման քայլերի, որովհետև եթե հյուրընկալում ես կարևոր պարային ընկերությունների կամ բեմադրողների, ուրեմն պետք է պատվով դիմավորես, պատվով ճանապարհես։ Անկախ նրանից, որ պետությունը, ասենք,
մեր պատկերացրած նախորդ տարվա բյուջեից պակաս բյուջե է հատկացնում, դու միևնույն է ոչ թե փորձում ես հարմարվել տրամադրած ռեսուրսներին, այլ փորձում ես միևնույն է մնալ այն որակական շեմում, այսպես ասած, որակական այն չափանիշներն ապահովել, ինչը որ փառատոնին այցեքարտն է եղել առաջին տարվանից սկսած, հետեւաբար անխուսափելիորեն մենք թե անձնական ռեսուրսները, թե ֆինանսական, թե ընկերների, այսինքն նաև մեր շուրջ աշխատող գործընկերները միևնույն է ոչ մեկ իր մասնագիտական աստիճանի վարձահատույց չի լինում։ Այնպես որ այո, եթե մենք գործ ունենք մշակույթի ոլորտի հետ, հատկապես այս շատ սպეციფიկ ժամանակակից բարի, որը շատ ավելի նեղ սեգմենտ է, բայց բոլորիս կարծիքով շատ կարևոր նաև որոշակի մտածելակերպ ձևավորելուն միտված, ոչ միայն պարողների, նաև հանդիսատեսի համար, ապա այս զոհաբերությունների միջոցով գոնե կարողանում ենք ինչ-որ արդյունք ստանալ։ Հուսով ենք սա երկար կյանք կունենա, բայց զուգահեռ նաև մեր անձնական ներդրումները դրանում կպակասեն։ Սա արդեն գոնե կխոսի այն մասին, որ համակարգն աշխատում է։ Մենք հուսով ենք, որ նաև համագործակցությունը նոր սկսված Երևանի քաղաքապետարանի հետ որոշ չափով կդիվերսիֆիկացնի այն ռեսուրսները, որ մենք փորձում ենք մոբիլիզացնել փառատոնի շուրջ։ Դրան հուսով ենք կմիանա նաև մասնավոր դաշտը ավելի ակտիվորեն եւ կունենանք փառատոն, որը ֆինանսապես ավելի առողջ է եւ ավելի պակաս անձնական ներդրումներ է պահանջում համահիմնադիրների կողմից։ Եվ դու ասում ես, որ փառատոնը տեսանելիություն է ապահովում Հայաստանի համար մշակութային քարտեզում, մինչև առաջին փառատոնը ոչ մեկս չենք պատկերացնում, որքան է Հայաստանը անտեսանելի մշակութային այս ոլորտի միջազգային քարտեզում։ Ինչ ես կարծում, եթե սամիթը Հայաստանը տեսանելի է դարձնում ժամանակակից բարի ասպարեզում, արդյոք երկիրը տեսանելի է դառնում նաև արվեստների այլ բնագավառների հարցում, թե դրանք իզոլացված են իրարից։ Կարծում եմ իզոլացված բեմական արվեստ աշխարհում չկա։ Եվ ժամանակակից պարն ու ժամանակակից խորեոգրաֆիան այսօր անպակաս են նաև խոշոր օպերայի եւ բալետի թատրոնների բեմերից։ Դրա վառ օրինակներից մեկը հենց Փարիզի օպերան է, Ֆրանսիան լինելով բալետի հայրենիք, ամեն դեպքում այնտեղ էլ դասական բալետը եւ ժամանակակից խորեոգրաֆիան այս պահին հավասարակշռված են։ Տեսեք, տեսանելիության առումով եւ արդեն միջազգային ոլորտում, այսպես միջազգային ասպարեզում Երևալու, մենք չմոռանանք նշել մեր շատ կարևոր մի գործընկերոջ եւս, որը ֆրանսիական ինստիտուտն է, այսինքն կարելի ասել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային թևը, որոնք արդեն 4-րդ տարին անընդմեջ փառատոնի կողքին են եւ 4-րդ տարին անընդմեջ մենք ունենք ֆրանսիական շատ կարևոր մասնակցություն։ Երկրներ կան, որոնք արդեն բարբերաբար իրենց մասնակիցն են ունենում։ Ղազախստանն է երկրորդ անգամ գալիս եւ ներկայանում իր Summer Dance Company-ն է գալիս այս տարի։ Արդեն երկրորդ տարին է։ Կանոն դանսը մեր փառատոնի իհարկե համահիմնադիր որպես շատ հաճախ է պատկառելի մասնակցություն ունենում։ Լիլիթ Հակոբյանի մասին առանձին է պետք միշտ շեշտել, որովհետև իմ ճանաչած միակ հայ պարուհին է, ով միջազգային ասպարեզում շատ բարձր հաջողություններ է գրանցել եւ այս տարի իր որպես պարողի վերջին ստեղծագործական տարին է։ Ինչու վերջին, որովհետեւ նա արդեն իբրև բեմադրող եւ պարուսույց իրեն շատ լավ ներկայացրել է եւ հայտարարել է իր մասին աշխարհով մեկ եւ իր բեմադրությունները այսօր աշխարհի տարբեր անկյուններում բեմ են բարձրանում եւ մեր փառատոնն էլ բացառություն չէ։ Դե ինչ, բոլորին սպասում ենք փառատոնային ներկայացումներին, հատկապես Summit Gala-ին, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, հունիսի 30-ին։ Այսօր ենք գնում։ Ուր ենք գնում։ Ուր ենք գնում։ Դա հունիսի 30-ին, 19-ից 30-ին։ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում եւ այնտեղ կտեսնեք միանգամից 4 ներկայացում, որոնցից 2-ը ներկայացնում է աշխարհահռչակ Canon Dance Բարային թատրոնը։ Ելույթ է ունենալու նաեւ ավելի աշխարհահռչակ նույնիսկ ես կասեի Սուջոն Քիմը եւ իհարկե մեր սիրելի Լիլիթ Հակոբյանն է ելույթ ունենալու Մարկո Գյոկեի մենապարով եւ Լիլիթ Հակոբյանի բեմադրած անգթությունը, որը անգլերեն կոչվում է Heartless, որը նախանցած սամիթին ներկայացվել է հայկական պարադիտման շրջանակում։ Այս տարի ներկայացվում է միջազգային պարադիտման շրջանակում։ Շատ ուրախ ենք կրկին այդ ներկայացումը բերել Երևան, բերել երևանյան հանդիսատեսին։ Այնպես որ բոլորին սպասում ենք։ Շատ շնորհակալություն Հայկ։ Շնորհակալ եմ հրավերի եւ հետաքրքիր զրույցի։ Իսկ ձեզ սիրելի ունկնդիրներ, ակնկալում ենք նաև տեսնել մեր ներկայացումներին եւ քննարկումներին։